երևի թե հետևյալ կերպ արձանագրենք, որ դատարաններում այնինչ տեղի է ունենում, դատարաններում այնինչ խոսում ենք, դատարաններում այն իրավական դիրքորոշումները, որ ներկայացնում ենք, այսքան մարդիկ գալիս են աջակցելու, դուք բոլորդ այսքան ժամանակ նվիրում եք այդ ամենը լուսաբանելու, ես իսկապես ինձ մոտ հարց է առաջանում, այս ամենը ինչի համար է արվում։ Եթե կարող է պարզապես Հայկական ժամանակ օրաթերթը երեկվա դրությամբ ժամը 18:30 ամբողջ ելքը կանխորոշի, այսինքն այդքան խրթին իրավական հարցերի, բայց մյուս կողմից այդքան պրիմիտիվ անհիմն միջնորդության պայմաններում Հայկական ժամանակը ամբողջը ասի, որ կալանքը պետք է երկարաձգվի, իդեպ զարմանալիորեն նյութի տրամաբանությունը փաստացի 2 ամսվա երկարաձգման մասին էր, ու այդ նյութը ժամը 23:00-ի դրությամբ նույն կերպ պահպանված լինի, դատական նիստի ժամանակ ես եւ գործընկերներս բարձրաձայն ենք այդ նյութի մասին, դատավորը արտահայտի իր վրթովմունքը, որ իբր ում տեղն ենք դրել իրեն, ինքը ոնց թե պետքա լրատվամիջոցի կանխատեսումներով առաջնորդվի, 100-ից 100 կանխատեսումը կատարեց։ Ինչպես 2025 թվականի հունիսի 17-ին Հայաստանի Հանրապետության ամենաբարձր պաշտոն զբաղեցնող անձը ուղղակիորեն կանխորոշեց իրավապահների գործողությունը, այս դեպքում էլ Հայկական ժամանակ օրաթերթը կանխորոշեց դատական գործընթացը, դատարանի որոշումը։ Ես նման բան Հայաստանի Հանրապետությունում չեմ տեսել։ 2 ամիս կալանքը միջնորդությունը կալանքը երկարաձգելու վերաբերյալ բավարարել, երբ դրանից 1 ամիս առաջ ասվում էր, որ 1 ամսով է երկարաձգվում կալանքը։ Սա պարզապես անլրջություն է ուղղակի։ Կներեք մի բան էլ ասեմ։ Երեկվա դրությամբ մենք ականատես եղանք, որ հեծի լիցենզիան ակնհայտ ապօրինի կերպով դադարեցվեց։ ՀՑԿՀ համապատասխան որոշման մեջ ինչ է ձևակերպվում։ Ասվում է, որ 3 ամիս ժամանակ կա, որ սեփականատիրոջ հետ բանակցեն։ 3 ամիս սեփականատիրոջ հետ բանակցեն, գնալու են Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում բանակցեն։ Անկեղծորեն եմ ասում, սա նման է որոշակի իմաստով ահաբեկչական գործողության։ Ահաբեկիչներն են ի վերջո պատանդ պահում մարդու։ Սա ինչ վարքագիծ է, այսինքն եթե գործընկերներ շատ հստակ ասեմ եւ ներողություն խնդրեմ ձեզանից։ Եթե մենք խոսում ենք իրավական process-ի մասին, այստեղ իրավական process չկա։ Այստեղ առաջին իսկ օրվանից իրավական process-ի նշույլ չկա։ Մենք ամեն անգամ պարզապես ելնելով նրանից, որ սա ի վերջո դատարան է կոչվում, այստեղ կա դատարանի շենք, բայց այստեղ բովանդակությունը արդարադատության կանխորոշվում է Հայկական ժամանակի նյութով։ Իդեպ ես հաջորդ նիստից առաջ երևի թե խնդրելու եմ, որ գործընկերները կապ հաստատեն, փորձեն հասկանալ ինչ հրապարակում է լինելու, մենք էլ ըստ դրա մեր գործողությունները որոշենք, որովհետև իդեպ նույն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը չկար, արդեն իսկ իշխանական լրատվամիջոցները ասում էին, որ զրկելու են լիցենզիայից։ Գործընկերները այդքան օր, այդքան ժամ ներկայացրեցին բովանդակային հակափաստարկներ։ Ինչ եղավ։ Եթե ձեզ հետաքրքիր է հիմքը, հիմք գոյություն չունի, հիմք չի կարող լինել։ Եթե ձեզ հետաքրքիր է արդյոք դատարանը տվել է համապատասխան որոշում, ոչ չի տվել։ Միաժամանակ ունենալ այն իրավիճակը, որը կար, Վճռաբեկ դատարանի որոշում, Վերաքննիչ քրեական դատարանի որոշում, միակ ձևակերպումը, որ օգտագործվեց դատարանի կողմից, որ քանի որ իրավիճակը իրավական առումով խրթին է դատարանի համար, դրա համար ինքը թող 2 ամիսը տա, դրանից հետո որ Վճռաբեկի եւ Վերաքննիչ դատարանների իրար փաստացի հակասող որոշումներ կան։ Տնտեսական հանցագործության հիմնավոր կասկած չեմ կարող ասել։ Գործընկերներ, պատկերացում չունեմ։ Իսկ ինչի պետք է դրա վրա զարմանանք, գործընկերներ, 5 ամիսը նշված քննության նոյեմբերի 3-ի դրությամբ ավարտվել էր։ Նոյեմբերի 3-ի դրությամբ կոչի դրվագով կար Վճռաբեկ դատարանի որոշում։ Վճռաբեկ դատարանի որոշում կար, հիմա եթե դուք ուզում եք, որ փորձենք քրեադատավարական իրավական տեսանկյունից այս իրավիճակը վերլուծել, շատ լավ։ 5 ամիսը արդեն իսկ քրեադատավարական իմաստով նոյեմբերի 3-ի դրությամբ ավարտված էր։ Ինչ է դրան հաջորդում։ 53 քննիչների անգործությունը։ Իդեպ մի հանգամանք եմ ուզում հատուկ նշել։ Իրականում, երբ ասում եմ 53 քննիչներ, ձևակերպմանս մեջ սխալ եմ անում։ Ներողություն եմ խնդրում։ Իրականում 53 քննիչ գումարած մեկ դատախազ, որովհետև դատական նիստի ընթացքում մենք բոլորս պարզեցինք, որ դատախազը մասնակցում է նիստերին օգնելու համար քննիչին։
Նշվածը ժամանակը կգա կրիչը դուք կունենաք կհաստատեք այդ նշված տեղեկությունը։ Գործընկերներ, եկեք հետևյալը արձանագրենք։ Երբ դատական այս աբսուրդային իրավական ծաղրի նմանվող ահաբեկչական գործողության, որովհետև իրավական ահաբեկչություն է սա, որովհետև եթե մի կողմից ասում են գնացեք բանակցեք սեփականատիրոջ հետ, մյուս կողմից ասում են սեփականատերը պետք է ամենաաբսուրդային, ոչինչ իրենից չենթադրող մեղադրանքով գտնվի կալանքի տակ, այն վճռաբեկ դատարան օպերացիան, որը իրականացվեց, այդ աստիճան ստվերային արդարադատությունը, դուք պատկերացրեք դատախազը ինչ է պատասխանում նիստի ընթացքում, ասում է ես զանգել եմ գրասենյակ, գնացել եմ որոշումը ստացել եմ, հարցնում ենք դուք որտեղից գիտեիք, որ նոյեմբերի 13-ին որոշում պետք է լինի, ասում է ես ամեն օր զանգում եմ գրասենյակ, պատկերացրեք ես շատ ուրախ եմ, Հայաստանի Հանրապետության դատախազությունում մեր դատախազ գործընկերները այնքան ժամանակ ունեն, որ ամեն օր գրասենյակ զանգեն վճռաբեկ դատարանի։ Ես էլ իմ առիթից օգտվելով մի հատ առաջարկ անեմ։ Դուք էլ զանգեք ամեն օր վճռաբեկ դատարանի գրասենյակ։ Այդ իդեպ այնքան իդեպ մի հատ ամեն օր զանգեք դուք էլ վճռաբեկ դատարանի գրասենյակ միջդատական վարույթում գտնվող գործի դատական ակտի հրապարակման օր չիմանալու պայմաններում, որտեղ ինձ նոյեմբերի 13-ին իրազեկում են, որ նոյեմբերի 13-ին դատական ակտ է հրապարակվում, որն էլ ես ստանում եմ նոյեմբերի 14-ին, բայց դատախազը գիտի, որ նոյեմբերի 13-ին գնա գրասենյակից որոշում ստանա, այն էլ չկարողացանք պարզել, վերջը արձերը նա ստացել թե այլ եղանակով է։ Կներեք գործընկերներ, ես ներողություն եմ խնդրում, դատական ակտը կլինի, հերթական իրավական ծաղրը այսօր արձանագրեցինք, իրականում վիրավորական աստիճանի, մարդ ով եկել է Հայաստանի Հանրապետություն, հունիս ամսին, իր հոր 40-ին մասնակցելու համար, որից հետո դուք բոլորդ հայ առաքելական եկեղեցու հետևորդներ եք, հայ մարդիկ եք, ձեր ցավը տանեմ, երբ անձը հարազատ է կորցնում, առաջիկա նոր տարին իր մեջ խորհուրդ է պարունակում, այդ թվում գերեզմաններ գնալու, եւ նշված հանգամանքը դատական նիստի ընթացքում ներկայացվում է, քննիչը պնդում է միջնորդություն, որ մինչև հունվարի 18-ը Սամվել Կարապետյանը լինի անազատության մեջ, դատախազը պնդում է միջնորդություն, որ Սամվել Կարապետյանը մինչև հունվարի 18-ը լինի անազատության մեջ, եւ դատավոր Սարգիս Դադոյանը նշված հաստատում է, դրանից հետո բան չեմ ուզում հիմա խոսել։ Կներեք գործընկերներ, ես այսքանով ավարտեմ։ Ենթադրել, որ տնտեսական ըստ էության իմ գործընկերը ամեն ինչ նշեց, ասեք։ Ես ընդամենը մի հայտարարությամբ լրացում կանեմ։ Մենք հարցեր տանք, հայտարարություն մի արեք։ Կարող ենք ենթադրել, որ տնտեսական հանցագործության հիմնավոր կասկածը այս դատարանը հաստատել է, որովհետև եթե կոչով չպետք է լիներ այլևս անազատության մեջ, ստացվում է դա է։ Ձեր հարցը հասկացա, դատական ակտը դեռևս չենք ստացել, բայց ունենք հստակ մի հանգամանք իրավական process-ում, եթե փողերի լվացման դրվագով հիմնավոր կասկածը չհիմնավոր էր, ինչին եկել էր օգնության վճռաբեկ դատանի որոշումը, ապա կալանքը միանշանակ չեն կարող երկարեցնել։ Իսկ ինչ վերաբերվում է Իսկ ինչ վերաբերվում է այո, իհարկե, իսկ ինչ նշեց իմ գործընկերը, որ դեռևս 3 ժամը 18:30-ի դրությամբ արդեն իսկ լրատվական ցանցերում մասնավորապես ժամանակ օրաթերթը գրել էր, որ խափանման միջոցը հայկական ժամանակ ներողություն գրել էր, որ երկարացվել է, ապա պետք է նշեմ, որ այո, դրա մասին մեր անհանգստությունը արտահայտել ենք նաև դատական նիստում, արդեն ժամը 11:00-ին դատարանին բարձրաձայնել ենք, դատարանը վրդովվել է, որ մենք նման իրականություն ենք լրատվական միջոցներից, իրականություն չէ, ճակերտավոր իրականություն ենք բարձրաձայնել, ասելով, որ նշվածը ինչ կապ ունի ինձ հետ, տեսանք, թե ինչքանով կապ ուներ։ Մի հարց, պարոն Կարապետյանը մասնակցում էր նիստին։ Իհարկե, մինչև վերջ։ Հայտնեց, խոսել։ Բնականաբար հայտնեց, որ պարոն Կարապետյանը որևէ առնչություն չունի այս ամենի հետ, առաջադրված մեղադրանքները չի ընդունում եւ որևիցե կերպ անգամ մեծ ցանկության դեպքում ոչ մի կերպ խոչընդոտելու ոչ միտում ունի, ոչ
նպատակ։ Այս 53 քննիչներից բաղկացած խումբը այս ընթացքում 53 ինչ քննչական ձեզ հայտնի ինչ քննչական գործողություններ են իրականացրել եւ ինչպես է գնահատում նրանց ջանասիրությունը։ Բավարար ջանասիրության մասին եւս դատական նիստում բարձրաձայնվել է, օրինակ բավարար ջանասիրություն որպես այդպիսին թարգմանիչ ներգրավել, փաստաթղթերը թարգմանել եւ այլն, ինչպես նաեւ կապված այլ մեղադրյալների հետ գործողություն, օրինակ մեկ այլ անձի բնակարանում խուզարկություն, չեմ կարող նախաքննական գաղտնիք, ոչ, Սամվել ոչ մի գործողություն, ես մեկ կես րոպեանոց գործողություն անգամ չի կատարվել, հարգելիներս։ Տնտեսական հանցագործության մասով իրեն պատկանող ձեռնարկություններում, քննչական գործողություններ, հարցաքննություններ, չգիտեմ, փաստաթղթերի ուսումնասիրություն։ Սամվել Կարապետյանի հետ որևիցե գործողություն մեկ ամսվա ընթացքում չի կատարվել։ Այսքանը հարգել։ Ես մենքի տակը գտնվել, այսինքն ոչ մի գործողություն չի կատարվել։ Կարող է իր մասնակցությամբ չկատարվել, բայց կատարվեն այլ գործողություններ։ Սամվել Կարապետյանին վերաբերելի ոչ մի գործողություն։ Աշիր գրուպին եւս։ Այո։ Չունենք մենք նման հանգամանք, ունենք միայն Վճռաբեկ դատանի նախադեպային որոշում, հարգելիներս։ Մի բան էլ հարցեմ, այս որը մեկ ամսվանից մինչ օրս չենք ստացել մենք։ Տիկնիկասպան, այս մեկ ամսվանից առաջ Տաշիր գրուպի տարբեր ձեռնարկություններում քննչական տարբեր գործողություններ այդ տնտեսական փողի լվացման հարկեր թուրքեր չվճարելու հոդվածներով կատարվել է։ Տեսեք, դրանց հետ կապված, եթե անգամ կատարվել է, Սամվել Կարապետյանը որևիցե առնչություն չունի։ Բայց կատարվել է։ Ես տեղյակ չեմ դրան։ Դրա մասին տեղեկություն չունեմ։ Որ ասում եք առնչություն չունի, ինչ նկատի ունեք։ Իրեն պատկանող ընկերություններին դրա համար եմ։ Բացարձակ մեղադրանքի հետ Սամվել Կարապետյանը որևէ առնչություն չունի։ Այսքանը կարող եմ ասել, դատական ակտը կստանանք։ Առերեսում նման գործողություն նրա դեմ ցուցմունք տված։ Գիտեք երբանից ենք միջնորդում, որ առերեսում կատարվեն։ Մեր միջնորդությունը հետևյալն է. եթե կան անձիկ, ով ցուցմունք են տվել Սամվել Կարապետյանի դեմ, խնդրում ենք բազմիցս միջնորդություններով, որպեսզի կատարվի առերես հարցաքննություն։ Մենք միջնորդությամբ հանդես ենք գալիս, եթե կան այդպիսիք, մենք չունենք, որ կան այդպիսիք։ Իսկ կան որոնք, որ տնտեսական հանցագործության մասով դեմ են արտահայտվել Սամվել Կարապետյանին։ Ոչ, չունենք նման տեղեկատվություն։ Շնորհակալ